Բարև Հայր ջան, ոնց որ գիտեք, այս վերջի շաբաթներին մենք պաշտոնական դիմումներ ենք ուղարկել պետական մի քանի կառույցների, առողջապահության նախարարություն, ՊԵԿ ու ազգային անվտանգության ծառայություն։ Խոսքը կոնկրետ մի ու իրականում հնարավոր վտանգներ պարունակող դեպքի մասին է։ Ով նոր է տեղեկանում, ասեմ, որ Թուրքիայի քաղաքացիներով համալրված շտապօգնության մեքենա թուրքական համարանիշներով մտել է Հայաստանի Հանրապետություն, անցել է մեր պետական սահմանը, տեղաշարժվել է երկրի տարածքով ու իրականացրել է գործողություն, որի իրավական, քաղաքական ու անվտանգային հիմնավորումները մինչև հիմա մեզ չեն ներկայացվել։ Ու ես հիմա խոսում եմ ոչ թե որպես մի անձ, ոչ թե որպես կազմակերպության նախագահ, այլ եմ որ մինիմում որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որին պարտավոր են պատասխանել։ Բոլոր կառույցներից, ում դիմում ենք ուղարկել, համեմատաբար ամենահիմնավոր ու իրոք տեղեկություն պարունակող պատասխան ստացել ենք մենակ ԱԱԾ-ից, իսկ ՊԵԿ-ի ու առողջապահության նախարարության պատասխանները թերի էին ու հակադարձ դիմումներ ենք ուղարկել։ Չնայած ԱԱԾ-ին էլ այսօր հակադարձ դիմում ուղարկեցինք, որովհետև իրենց պատասխանի մեջ էլ կային չհստակեցված կետեր։ Այսօր նաև Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստին ենք ուղարկել երկու հարց պարունակող դիմում։ Դրա բովանդակությունն էլ քիչ հետո կտենաք։ Ուրեմն ԱԱԾ-ն մեզ պատասխանել է, որ այո, մեքենան մտել է Հայաստան, մեքենայում եղել են Թուրքիայի քաղաքացիներ, ու որ իրանք տեղափոխել են Հայաստանի Հանրապետության քաղաքացու։ Բայց ամենահետաքրքիրն է, որ իրանք նշել են նաև, որ դա չի հանդիսացել բժշկական պաշտոնական առաքելություն, բա ինչ։ Այսինքն ստացվում է, որ ստեղ չկա ոչ պաշտոնական առաքելություն, ոչ միջպետական համաձայնագիր, ոչ պետական մանդատ, ոչ էլ հանրային վերահսկողություն։ Բայց դրա հետ մեկտեղ էլ մեքենան անցել է սահմանը, աշխատել է, տեղաշարժվել է, իր գործն արել ու դուրս է եկել։ Հետո ԱԱԾ-ն ասում է, որ մնացած տեղեկությունները պետական գաղտնիք են ու չեն կարող տրամադրվեն։ Այսինքն պետությունը հաստատում է փաստը, բայց հրաժարվում է բացատրել ինչի, ինչ հիմքով, ով է պատասխանատուն։ Դրա համար այսօր ԱԱԾ-ին եւս ուղարկվեց հակադարձ դիմում։ Հիմա դրա բովանդակությանը ծանոթացեք ու անցնենք ստեղի ու Ֆրանսիայի առողջապահության նախարարությունների դիմումներին։ ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը գլխավոր վարչության պետ պարոն Հրաչյա Եգանյանին իրավական հակադարձ դիմում։ Իլրումն ԱԱԾ-ին ուղված նախորդ դիմման եւ դրա պատասխան գրության։ Հարգելի պարոն Եգանյան, Լույսի բանակ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը ի պատասխան ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից մեզ հասցեագրված գրության հայտնում է հետևյալը. Ներկայացված պատասխանը պարունակում է որոշ փաստական տվյալներ, սակայն չի կարող համարվել ամբողջական, համարժեք եւ բավարար, հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության օրենսդրորեն վերապահված լիազորությունները, ինչպես նաև բարձրացված հարցերի ազգային անվտանգության նշանակությունը։ Մասնավորապես, ձեր պատասխանում նշվում է, որ թուրքական համարանիշներով Mercedes-Benz Sprinter ռեանոմոբիլը մուտք է գործել ՀՀ տարածք եւ իրականացրել է տեղաշարժ, չհանդիսանալով բժշկական պաշտոնական առաքելություն։ Տվյալ հանգամանքը ինքնին ենթադրում է անվտանգության առավել խստացված ռեժիմ, մինչդեռ պատասխան գրությունում բացակայում է որևէ պարզաբանում այն մասին, թե ինչ հատուկ վերահսկողական եւ հակահետահուզական միջոցառումներ են կիրառվել օտարերկրյա քաղաքացիների եւ տրանսպորտային միջոցի նկատմամբ ՀՀ տարածքում։ Պատասխանում բացակայում է տեղեկատվություն, իրականացվել է արդյոք մեքենայի երթուղու, կանգառների եւ շփումների ամբողջական վերահսկողություն, իրականացվել է արդյոք օտարերկրյա բուժաշխատողների եւ վարորդի անվտանգության ստուգում ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Պետական գաղտնիք հասկացության ընդհանուր հղումը կիրառվել է առանց հստակ սահմանազատման։ Հիշեցնում ենք, որ մեր դիմումներում չի պահանջվել գաղտնի օպերատիվ տվյալներ կամ պետական գաղտնիք կազմող տեղեկություն, այլ պահանջվել է վարչարարական եւ վերահսկողական բնույթի տեղեկատվություն գործընթացի օրինականության եւ անվտանգության ապահովման փաստի հաստատման համար, որը չի կարող ամբողջությամբ դուրս մնալ հանրային վերահսկողությունից։ Պատասխանում չի անդրադարձվել միջգերատեսչական համաձայնեցման հարցին, մասնավորապես, արդյոք տվյալ մուտքի եւ տեղաշարժի վերաբերյալ իրականացվել է տեղեկատվության փոխանակում ՊԵԿ-ի,
առողջապահության նախարարության կամ այլ լիազորված մարմինների հետ եւ որ մարմինն է հանդիսացել գործընթացի ընդհանուր համակարգողը։ Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով ՀՀ սահմանադրությամբ, ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով, տեղեկատվության ազատության մասին օրենքով եւ վարչարարական հիմնարար սկզբունքներով պահանջում ենք պաշտոնապես պարզաբանել, ինչ անվտանգության եւ հակահետաղուծական միջոցառումներ են իրականացվել տվյալ տրանսպորտային միջոցի եւ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ ՀՀ տարածքում գտնվելու ողջ ընթացքում։ Ներկայացնել իրականացվել է արդյոք մեքենայի երթուղու, կանգառների եւ հնարավոր շփումների վերահսկողություն եւ եթե այո, ինչ իրավական հիմքով եւ որ ստորաբաժանումների կողմից։ Պարզաբանել իրականացվել է արդյոք միջգերատեսչական համաձայնեցում կամ տեղեկատվության փոխանակում այլ պետական մարմինների հետ տվյալ դեպքի առնչությամբ։ Հստակ սահմանազատել, թե ներկայացված հարցադրումների որ հատվածներն են դասվում պետական գաղտնիքի շարքին եւ որոնք կարող են տրամադրվել հանրային վերահսկողության շրջանակներում։ Տեղեկացնում ենք, որ սույն դիմումը կրում է ազգային անվտանգության եւ հանրային վստահության պահպանման նպատակ եւ դրա ոչ լիարժեք կամ ձևական պատասխանը առաջացնելու է իրավական հետագա քայլեր, ներառյալ վերահսկողական եւ վերադաս պետական մարմիններին դիմելը։ Խնդրում ենք օրենքով սահմանված ժամկետում տրամադրել ամբողջական, հստակ եւ իրավաչափ պատասխան։ Հարգանքով Լույսի բանակ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Արայան։ Հիմա հայր ջան, նայեք, թե ինչ մարազմատիրում Անահիտ Ավանեսյանի գործի տեղը, այսինքն առողջապահության նախարարությունում։ Մի հատ նայեք ինչ պատասխան են մեզ տվել ու եթե կամքի ուժ ունեք, կարում եք այդ նախարարությանը մի ասեք դախլ։ Լույսի բանակ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ պարոն Կարեն Արայանին։ Հարգելի պարոն Արայան, առողջապահության նախարարությանն ուղված ձեր 29/12/2025 թվականի գրություն ուղարկվել է առողջապահության նախարարության Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերություն, գրությամբ ներկայացված հարցերին պարզաբանում ստանալու նպատակով։ Ուստի, համաձայն տեղեկատվության ազատության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9-ի 7-րդ մասի 3-րդ կետի հարցերի պատասխանները կարող ենք տրամադրել 30-օրյա ժամկետում, հունվարի 27-ին։ Հարգանքով, բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Քնար Ղոնյան։ Ժողովուրդ, դուք հասկանում եք, սրանք չեն կարում պետական մարմնին վայել ձևաչափով մեր հարցերին պատասխանեն։ Այն առաջի դիմումին պատասխանեցին ու մեջը որպես պետական պաշտոնական պատասխան հղում արեցին ոմն Նարեկ Զեյնալյանի Facebook-յան գրառմանը։ Հիմա ես ոնց սրանց ասեմ նախարարություն, ոնց համարեմ լուրջ պետական մարմին։ Դրա համար էլ ասում եմ առողջապահության բուդկա։ Հիմա այդ բուդկեն վերածվել է դախլի, որովհետև մի անգամ մեր բացատրելուց հետո ու բացատրել ենք թե սենց վիդեոյով, բանավոր խոսքով, թե հենց իրանց հակադարձ դիմումի մեջ ու այդքանից հետո սրանք նորից պատասխանում են, որ մեկը իրանց հիմքը ոմն Նարեկ Զեյնալյանն է։ Ասում են մենք հարցերը ուղարկել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ու 30 օր հետո նոր հնարավոր է պատասխանենք։ Էս ինչ է նշանակում։ Այս նշանակում է, որ պետական լիազոր մարմինը իր պատասխանատվությունը փոխանցում է ինչ-որ մի հատ փակ բաժնետիրական ընկերությանը։ Այս նշանակում է, որ նախարարությունը չի հայտնում իր դիրքորոշումը, չի ներկայացնում իրավական հիմք, չի բացատրում արդյոք ինքը թույլատրել է, արդյոք վերահսկել է ու արդյոք գնահատել է ռիսկերը, այսինքն ընդհանուր վերցրած այս բոլորի պատասխանները միասին ստացվում է, որ պետությունը լռում է, իսկ երբ խոսում է շրջանցելով։ Ու հիմա ես շատ հստակ ուզում եմ ասեմ, որ այս բժշկության հարց չի մենակ, այս պետական սուվերենության հարցը, այս ազգային անվտանգության հարցը, այս պետության կառավարման անկարողության կամ կամքի բացակայության հարցը։ Երբ Թուրքիայի քաղաքացիներով մեքենա է մտնում Հայաստան ոչ պաշտոնական կարգավիճակով ու դրա համար պատասխանատվություն չի ստանձնում ոչ մի պետական մարմին, ապա այդ արդեն համակարգային խնդիր է,
այս համակարգի ներքո եք ուզում ընտրություններով հարց լուծել, երբ ոչ մեկ ոչ մի բան չի կարում վերահսկի ու չի կարում իր լիազորությունների ու պարտականությունների սահմանը հստակ ճանաչի, երբ ոչ մեկ ռիսկ չի անում պատասխանատվություն վերցնի։ Ու այս հələ այն դեպքում, որ մենք չենք պահանջում ինչ-որ գաղտնի տեղեկություններ, մենք չենք պահանջում ռազմական տվյալներ, մենք պահանջում ենք պարզ բաներ, ով է թույլ տվել, ինչ իրավական հիմքով, ինչ վերահսկողությամբ ու ով է պատասխանատուն վերջապես։ Այս յուրաքանչյուր հայ քաղաքացու իրավունքն է։ Ու հիմա ես նորից հայտարարում եմ, որ մենք նորից ուղարկում ենք հակադարձ պաշտոնական դիմումներ։ Մենք չենք ընդունում ձևական պատասխաններ, մենք չենք ընդունում պատասխանատվությունից խուսափել։ Ու հիմա մի հատ առողջապահության նախարարության արդեն երկրորդ հակադարձ դիմումին էլ ծանոթացեք ու անցնենք Ֆրանսիային։ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Տիկին Քնար Ղոնյանին։ Հարգելի Տիկին Ղոնյան, սույնով տեղեկացնում եմ, որ առողջապահության նախարարության KՂ 02.2 42-2026 գրությունը չի կարող համարվել մեր 29-12-2025 թվականի դիմումի իրավական և բովանդակային պատասխան հետևյալ հիմնավորումներով։ Առողջապահության նախարարությունը հանդիսանում է պետական լիազոր մարմին և պարտավոր է ինքնուրույն ներկայացնել իր պաշտոնական դիրքորոշումը Հայաստանի Հանրապետության տարածքում օտար պետության, մասնավորապես Թուրքիայի շտաբ բժշկական օգնության մեքենայի հայտնվելու, գործունեության, թույլտվությունների և վերահսկողության իրավական հիմքերի վերաբերյալ, պետական մարմնի կողմից հարցերի ամբողջական փոխանցումը ԱՆ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն Փակ բաժնետիրական ընկերությանը հակասում է պետական կառավարման և վերահսկողության սկզբունքներին և չի ազատում նախարարությանը իր սահմանադրական և օրենսդրական պատասխանատվությունից։ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի կիրառումը տվյալ դեպքում իրավաչափ չէ, քանի որ մեր դիմումը վերաբերում է ոչ թե միայն տեղեկատվության փոխանցմանը, այլև պետական մարմնի լիազորությունների իրացմանը, վերահսկողությանը և գնահատականին։ Առողջապահության նախարարությունը պարտավոր է հստակեցնել, արդյոք տվյալ մեքենայի մուտքն ու գործունեությունը թույլատրված է նախարարության կողմից, ինչ իրավական ակտերի հիման վրա, ինչ վերահսկողական մեխանիզմներ են գործադրվել, արդյոք իրականացվել է ռիսկերի գնահատում, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության, հանրային առողջության և պետական ինքնիշխանության գործոնները։ Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք Առողջապահության նախարարության կողմից ներկայացնել ամբողջական, գրավոր և իրավականորեն հիմնավորված պատասխան առանց միջնորդավորված հղումների այլ սուբյեկտների, ներկայացնել նախարարության պաշտոնական դիրքորոշումը հարցի վերաբերյալ, տրամադրել պատասխան օրենսդրությամբ սահմանված հնարավոր ամենակարճ ժամկետում, հաշվի առնելով հարցի բարձր հանրային և պետական նշանակությունը։ Սույն դիմումը դիտարկել որպես պաշտոնական հակադարձում և վերահսկողության պահանջ։ Հարգանքով Լույսի բանակ ՀԿ նախագահ Կարեն Արայան։ Եթե պետական մարմինները շարունակեն լռել կամ թաքնվել օրենքների հետևը, ապա այս հարցը դուրս է գալու այս փակ գրագրության շրջանակից ու դառնալու է հանրային ու քաղաքական օրակարգի հարց։ Սա իմացեք հստակ։ Հիմա ծանոթացեք Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստին ուղարկած մեր դիմումի բովանդակությանը։ Ինքը ֆրանսերեն է գրած, բայց դուք կլսեք դրա թարգմանությունը։ Տիկին նախարար Ստեֆանի Ռիստին։ Ֆրանսիայի Հանրապետության առողջապահության և կանխարգելման նախարարություն։ Հարգելի տիկին նախարար, Լույսի բանակ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը, գործելով Հայաստանի Հանրապետության տարածքում և իրականացնելով հանրային հսկողության, քաղաքացիական վերահսկողության ու ազգային անվտանգության շահերի պաշտպանության իր առաքելությունը, սույնով դիմում է ձեզ, խնդրելով տրամադրել սահմանափակ, ընդհանրացված և ոչ անձնավորված տեղեկատվություն։ Դիմումը ներկայացվում է առաջնորդվելով հետևյալ միջազգային իրավական հիմքերով. Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 8-րդ հոդվածներ, կյանքի իրավունքի և առողջության պաշտպանության համատեքստում։
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ կենսաբժշկության մասին կոնվենցիա, Օվիեդոյի կոնվենցիա, մասնավորապես բժշկական միջամտությունների օրինականության եւ միջպետական բժշկական համագործակցության թափանցիկության սկզբունքները։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ԱՀԿ միջպետական բժշկական տեղափոխումների եւ բժշկական տարհանման վերաբերյալ ընդունված ուղեցույցներ եւ լավագույն պրակտիկաներ։ Տեղեկատվության մատչելիության եւ հանրային շահի գերակայության ընդհանուր եվրոպական սկզբունքներ, առանց անձնական տվյալների բացահայտման։ Հաշվի առնելով, որ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում հանրային տարածքում արձանագրվել է օտարերկրյա թուրքական պետհամարնիշներով շտաբ բժշկական օգնության ավտոմեքենա, որի վերաբերյալ Հայաստանի պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական պարզաբանումներից հետևում է, որ խոսքը վերաբերում է Ֆրանսիայի Հանրապետությունից բժշկական տեղափոխման դեպքի, խնդրում ենք պատասխանել բացառապես ստորև ներկայացված երկու հարցերին, առանց որևէ անձնական տվյալների կամ բժշկական գաղտնիքի բացահայտման։ Հարց 1. Արդյոք 2025 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 12-ը ներառյալ ժամանակահատվածում Ֆրանսիայի Հանրապետության տարածքից, մասնավորապես Կոլմար քաղաքից կամ Կոլմարի բժշկական հաստատություններից, իրականացվել է կոմայի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացու բժշկական տեղափոխում բուժօգնության նպատակով դեպի որևէ այլ պետություն, այդ թվում Հայաստանի Հանրապետություն։ Հարց 2. Եթե նման բժշկական տեղափոխում տվյալ ժամանակահատվածում իրականացվել է, խնդրում ենք հայտնել, արդյոք այն կատարվել է Ֆրանսիայի Հանրապետության առողջապահական համակարգի, բժշկական հաստատության, միջազգային բժշկական կազմակերպության կամ երրորդ կողմի միջնորդությամբ կամ պաշտոնական դիմումի հիման վրա, առանց անունների, բժշկական ախտորոշումների կամ անձնական տվյալների նշման։ Սույն դիմումը չի հետապնդում որևէ անձի ինքնության, առողջական վիճակի կամ բժշկական փաստաթղթերի բացահայտման նպատակ եւ սահմանափակվում է բացառապես փաստի առկայության կամ բացակայության պարզմամբ, հանրային շահից եւ միջպետական բժշկական փոխգործակցության թափանցիկությունից ելնելով։ Համոզված ենք, որ Ֆրանսիայի Հանրապետության առողջապահության նախարարությունը, որպես իրավական պետության եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար ինստիտուտ, կարձագանքի սույն հարցադրմանը միջազգային նորմերին եւ համագործակցության ոգուն համապատասխան։ Նախապես շնորհակալություն համագործակցության համար։ Հարգանքով, Լուիսի բանակ ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Արայան։ Ու հայր ջան, ասեմ, որ այս վերջը չի, ես ոնց նայում եմ, էսի դեռ սկիզբն է։ Ու յուրաքանչյուր նման դեպք, պետության կողմից յուրաքանչյուր նման լռություն կամ պատասխանատվության շրջանցումներ ավելի են բացահայտում, թե ինչ վիճակում է գտնվում մեր պետությունը։ Լույսի բանակը կանգառ չունի, մենք շարունակելու ենք մեր բոլոր գործողությունները օրինական, բաց ու հրապարակային։ Ու ես էլ շեշտեմ, մենք շարունակելու ենք ոչ թե ընդդեմ հայ բժշկի, ոչ թե ընդդեմ ուժային կառույցների հայ աշխատակիցների, այլ հանուն մեր պետության։ Ու մենք այս չենք անում աղմուկի համար, մենք անում ենք հանուն ճշմարտության։ Ու եթե այս հարցը ձեզ չի անհանգստացնում, ուրեմն վաղը ձեզ այլևս թող ոչ մի բան չզարմացնի, չասեք այս ազգը սենց, այս ազգը նենց, այս ազգը հենց դուք եք, ու ձեր ասած ցանկացած սենսն ու նենցը վերաբերվելու է ու հիմա էլ վերաբերվում է, առաջինը հենց ձեզ։ Իսկ եթե ձեզ հետաքրքիր է, թե իրականում ոնց է աշխատում համակարգը, ինչ վիճակում է մեր երկիրը ու ինչ պետք է արվի, ուրեմն մնացեք Լույսի բանակի հետ, որովհետև ոնց տենում եք, մենակ մենք ենք զբաղվում այս բոլոր հարցերով, մնացածը մենակ on-line վերլուծակություններ, ստատուսներով բողոքներ ու եսի ինչեր։ Ու հետագա մեր անելիքների մասին վաղը մի հատ թեթև Սալավյովին էլ կբարևենք, այդ իր ամբաղ-զամբաղ դուրս տալու համար ու կշարժվենք առաջ։ Մեկ էլ Ծիծեռնակաբերդի հետ կապված, ես դեռ բանավոր եմ խոսացել ու գիտեմ, որ ամեն ինչ իր հունով գնում է առաջ։ Այս երկու օրը նաև կայցելենք ու տեղում արդեն ամեն ինչ համ մեր աչքով կտնանք, համ էլ ձեզ կտեղեկացնենք։ Այսօրվա համար այսքանը, լավ մնաք ու օրհնվեք բարձր սիրով ու իմաստությամբ։ Սիրելի հայրենակիցներ, հետևեք մեզ հետևյալ հարթակներում՝ Telegram, Լույսի բանակի պաշտոնական եւ Կարեն Արայանի անձնական ալիքներին, YouTube,
Լույսի բանակի լրատվական եւ Կարեն Արայանի պաշտոնական ալիքներին։ Լույսի բանակի գործունեությանը, Սիրուս ջոկատներին եւ վերածննդի շարժմանը ֆինանսապես աջակցելու համար Իդրամ, ID Bank, Ineco Bank, Sberbank եւ PayPal։ Շնորհակալ ենք բոլոր մեր գաղափարակիցներին եւ աջակիցներին։ Բարձրալ նորմի յուրաքանչյուրիդ։